Եթե մառախուղ չլիներ, կերևար, որ Արա լեռան վրա դեռ ձմեռ է։ Գագաթը պատվածեցյան հաստ շերտով եւ ջերմաստիճանի կտրուկ բարձրանալու դեպքում այն կարող է հալչել ու հոսել դեպի բնակավայրեր։ Այդպես եղավ անցած երեկո Արգել գյուղում։ Մի քանի տներ րոպեների ընթացքում հեղեղվել էին, տեղ-տեղ կուտակվել էր կես մետր ջուր։ Մոտակա հեղեղատարը վարարել էր, սարերի ցեխն ու փողոցի կեղտը լցրել տուն ու բակ։ Երկու անչափահաս երեխա ունեմ։ Լուսամուտով անցանք, որ գոնե իրանց հանենք դուրս երեխեքին։ Տան ողջ գույքը, տեխնիկան այլևս պիտանի չեն, իսկ տունը մաքրելու համար օրեր են հարկավոր։ Վասկաթորը հասել է միջանցքի մեջտեղը։ Ջուրը ամբողջը սենց համել էր օդ։ Տարիների բերածը ջուրը տարել է 30 րոպեում։ Ջուրն այնքան արագ է հոսել, որ չեն հասցրել անգամ տան արժեքավոր իրերը ցամաք տեղ հասցնել։ Ամբողջ գրքերը, տետրերը ջրի մեջ, ամբողջ շորերը։ Հեղեղաջրերը հուն փնտրելով հոսել էին փողոցով, տուժել է նաև Ճամփեզրի խանութը։ Գալոյանների տունը ջրից մասամբ է փրկվել, միայն նկուղն է ավազանի վերածվել, ջուրն այստեղ բարձրացել է 2 մետր։ Ամբողջ վառելիքը պատվալում է։ Օրվա կեսին նկուղ լցված ջուրը հեռացվեց, բայց մարդիկ մտահոգ են, վտանգը կարող է կրկնվել։ Արգելի գյուղապետն ասում է, եղանակի փոփոխությանը պատրաստվել էին, բայց այսպիսի հեղեղի չէին սպասում։ Պատճառը հնամաշ հեղեղատարերն են, որ վարարած ջրերին չեն դիմանում։ Այս էլ երկրորդ տարին է սենց լինում, 2004 թվականին ա եղել սենց բան։ Մխիթարյանների կորուստն արդեն գնահատել են։ Գյուղապետը վստահեցրեց, կանեն հնարավորը ջրի տարածը փոխհատուցելու համար։ Թերեզա Կադաևչյան, Նուրայ Շերբաթյան, ժամը լրատվական։